Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ հարազնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 7 տարի մնացել է նույն դասարանում։ Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև եթե ես սովորեի 6-ից 7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում, ասել է նա, ընդգծելով պետական պաշտոնյաներն էլ պետք է մտածեն իրենց գիտելիքի մասին։ Կառավարության ղեկավարի խոսքով մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք ենք նրանց առաջնորդը, մենք այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն, որովհետև դա մեր գործն է, որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ Փշատավան, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ, ստեղ կանգնեք, իջնում եմ, 10 րոպե խոսում եմ մարդկանց հետ ու հասկանում եմ, որ 7 տարի բոլորդ իմ գլխավորությամբ մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անում, նշել է նա։ Փաշինյանը նաև նշել է 2018-ին իրենք խեղճ մարդու պաշտպան էին ընկալվում, մինչդեռ հիմա այդպիսինը չեն ընկալվում։ Հիմա շատ են խոսում այն մասին, որ մենք 2018 թվականին խեղճ ու անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում այդպիսին, սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա, մեր ծրագրերի էվոլյուցիան դրա մասին է վկայում։ Մենք 2018-ից հասել ենք նախայլաբանորեն հետո ուղղակի, որ աղքատությունը հաղթահարվում է միայն աշխատանքով։ Աշխատանքը բերում է աղքատության հաղթահարման, եթե արդյունավետ է։ Եթե աշխատանքն արդյունավետ չէ, գիտելիքն անհենք է, դա նույնն է, եթե մեքենան ցեխի կանդյան մեջ տեղապտույտ է անում։ Հիմա այս մեքենայի դուրս գալու ձևն աշխատանքն է։ Շարժիչը միլիոնի տակ աշխատում է, բայց առաջ չի գնում ու շարժիչը խփելու է։ Սրա մասին է խոսքը, որովհետև եթե աշխատանքը զարգացում չունի, այստեղ խնդրեմ կա, ասել է նա կառավարության նիստի ժամանակ։ Ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնում են համատեղ զորավարժություն։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժություն է անցկացնելու Հայաստանի տարածքում, իրանական ստորաբաժանումը Իրանի տարածքում։ Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Իրանագետներն այս զորավարժությունների համատեքստում նշում են, Հայաստանի հետ զորավարժություններով Թեհրանը ցույց է տալիս անկայունության դեպքում կարձականքի։ Գյումրիում ԿՊ քաղաքապետի թեկնածու առաջադրելու է թե ոչ, այս հարցին Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը չցանկացավ պատասխանել։ Նշեց, մանդատները վերցնելուց հետո պաշտոնական հայտարարություն կանեն եւ իրենց դիրքորոշումը կհայտնեն։ Մինչև ապրիլի 14-ը դեռ ժամանակ կա եւ Արուշանյանը չի բացառում, որ կարող են ինքնաբացարկներ լինել։ Մենք մեզ պարտված չենք համարում, ասաց Շիրակի մարզպետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ընդգծելով, որ ԿՊ Գյումրիում 17000 ընտրողի ձայն է ստացել եւ ամենաշատ մանդատներն իրենցն են։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե Գյումրու ընտրություններից հետո Փաշինյանից հրաժարականի պահանջով SMS չի ստացել արդյոք, Արուշանյանը նշեց, թե ոչ, հրաժարական չի ներկայացնելու։ Ես հրաժարական չեմ ներկայացնելու, լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևիցե մեկն աշխատանքից չի ազատվելու։ Ես բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում եւ շարունակելու եմ քայլել բոլոր գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր թեկնածուների եւ նրանց հավաքանու անդամների, ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի անամոթության չափն անտակ հոր է, խոսում է, որ հունվարի 1-ից 10604 քաղաքացի հայտարարագրվել է, բայց 845000 քաղաքացի հայտարարագիր չի ներկայացրել։ Հայտարարագրվածների մի մասը պետական աշխատողներ են կամ իշխանության հետ փոխկապակցված բիզնեսի փոքր խումբ սեփականատերեր, որոնք 2024-ին լրացրել էին 2023-ի ծախսերը։ Այս մասին 24 News-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ Այս ամենը հետապնդում է մի նպատակ, հարկավակագրեմ, որ իրենց անարդյունավետ ծախսերը սպասարկեն, որոնք ուղղված են հաջորդ ընտրությունների PR ակցիաներին, նշել է նա։ Սարգսյանը հավելել է, առաջիկայում նոր պաշտոնյաներ են ձերբակալվելու։ Փաշինյանը պետք է ցույց տա, որ մենակ է մնացել, ոչ մեկ չի աշխատում, ասաց նա։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն այսօր վերահաստատել է, որ մինչև 2026 թվականի ընտրություններ պետք է սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի։ Նա ասել է, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի լուծարվել, գործում է այս պահին, իսկ Արդարադատության նախարարությունը համագործակցում է տեքստի աշխատանքների մասով։ Մենք պետք է ունենանք սահմանադրություն, որը որևէ կասկածի տակ չի դրվում հանրության կողմից իր ընդունման լեգիտիմության առումով, քանի որ սահմանադրությունը յուրաքանչյուր պետության, պետականության հիմքն է։
ասաց նա, հավելելով, որ նախաբանի փոփոխության հարցը չի քննարկվում, թե ինչն է կոնկրետ փոխվում սահմանադրության մեջ, նախարարի տեղակալը չնշեց, քանի որ տեքստը փոփոխման փուլում է եւ դա հետագայում կարող է շահարկումների առարկա դառնալ։ Երևանի պետական համալսարանում կտեղադրվի Հայաստանի ձեռք բերած նոր գերհամակարգիչը։ Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ գերհամակարգչային կենտրոնն արդեն կգործի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Անդրեասյանը նշեց, որ 2024-ի դեկտեմբերի 26-ից արդեն սուպերհամակարգիչը Հայաստանում է։ Նրա խոսքով, հաշվի առնելով, որ այն տեղակայվելու է ԵՊՀ-ում, նաև կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ստեղծվելու։ Այս կենտրոնի ձևավորումը ԵՊՀ-ում նաև բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս, նշեց Անդրեասյանը։ Նախարարը հայտնեց, պլանավորել են, որ տեղադրման աշխատանքները պետք է մեկնարկեն մայիսից եւ կարճ ժամկետում ավարտեն։ Անդրեասյանը կարծում է, որ կենտրոնը տարեվերջին կկարողանա գործել։ Հայաստանի կառավարությունը պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու նոր որոշում է ընդունել։ Հավաքները կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինները։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։ Այսօր ապրիլի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ժամը 03:00-ի սահմաններում 23-ամյա Ժորաման Մերսեդես Մակնիշի ավտոմեքենայով սահմանադրության հրապարակում ժողովրդին հայտնի բենզինների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի մեջտեղում կանաչ գազոնում տեղադրված երկաթե գովազդային սյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Գիշերը դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ում հանձնարարականով քաղաքապետարանը արդեն նոր ցուցանակներ է բերել, որպեսզի ճանապարհային երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակը փոխարինվի նորով։ Շամշյան.com-ի փոխանցմամբ այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում, ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ան իր վարած Մերսեդես E350 մագնիշի ավտոմեքենայով Կահի պողոտակ 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն եւ օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին, վիրավորին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ԲԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։